Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը պնդում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ եւ որդու ուսերին բարթել օրեր առաջ տեղի ունեցած դանակահարությունը, որի հետևանքով 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծախից եւ մինչեւ օրս գտնվում է հիվանդանոցում։ Միջադեպի առնչությամբ հիշեցնենք, հետախուզվում է Օսիպյանի եղբորորդի Սեթրակ Օսիպյանը։ Ասում է ես խոսացի Սետոյի հետ, Սետոն ասում է ես չեմ եղել։ Ասի բահով է եղել։ Մեկ էլ գնաց եկավ Սարգիսն է եղել։ Ասի ինչ։ Ասի լսի ձեր հանցագործությունները չտնեք իմ երեխի վրա։ Սետոն եղել, մերը կանչումը կաբուտ աչկերով, կյաժ մազերով, մազերը քաշել եմ ձեռն, բռի մեջն է մնացել մազերը, ձեր տղան եղես։ Ասի պիտակ չկպցնես իմ երեխին։ Մեկ էլ մտավ ընդեղ էլի թե ինչ զապիս արեց, ինչ չարեց, դուրս եկավ, բանա, թող ձեր տղան իրա վրա վերցի, ես ձեր տղային կարամ օգնեմ։ Հա, ինչի էսի ձեր հանցագործ տղային թողես իմ տղային, ինչի վերցի իրա վրան։ Ձեր տղան կատար իմ տղային գնանստին։ Վալերի Օսիպյանը սակայն իմ գործընկեր Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում հերքել էր այս մեղադրանքը։ Տիկին Սմբուլն այսօր վաղ առավոտից Էրեբունու ոստիկանական բաժանմունքում էր իր խոսքով վկայի կարգավիճակով։ Մեզ հաջողվեց հենց ոստիկանությունում զրուցել նրա հետ։ Դեպքի օրը տիկին Սմբուլի որդին 23-ամյա Սարգիս Հովհաննիսյանը Երևանի փոխոստիկանապետի եղբոր որդու հետ է եղել, երբ ծագել է վիճաբանությունը։ Զրուցակիցը սակայն պնդում է, թե իր որդին միայն փորձել է բաժանել կռվողներին։ Դանակահարողը եղել է Վալերի Օսիպյանի եղբոր որդին։ Ժողովուրդը վազում են վայ ձենա գալի։ Ես իմացա մարդ ընկա մեքենայի տակ։ Ես էլ վազեցի, գնացի տենամ ինչ։ Ժողովուրդ բազմություն երևի մի 100 հոգու շատ կար։ Ու մի հատ տղա ընկած, մերը գոռում է, կաբուտ աչքերով տղային խփեց տղայից, կյաժ մազերով, ռուսախոս տղային տղից խփեց։ Ու տենամ Սետոնուսեն ձեռքերը թափարելով իրան դե խմած է վրեն էլ հալ չկա։ Ձերքերը թափարելով գալիս է դեպի էլի այդ որտեղ որ ինքը այդ գործողությունները կատարել է։ Տիկին Սմբուլը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է անձամբ դիմել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Թույլ չեմ տա, որ որդուս վրա բարթեն ուսադիրներով հորեղբայր ունեցողի մեղքը, ասաց զրուցակիցս ու նշեց, որ Օսիպյանն անձամբ պետք է մեղավորին իր եղբոր որդուն օրենքին հանձնել։ Ինքը 100% գիտի, որ իր աղբոր տղեն է կատարել հանցագործությունը, թող չտաքսնի։ Օրենքի մարտեր խոսում էր այդ օրը դեպքը կատարվել էր, թող իր աղբոր տղին բերեն հանձներ օրենքին։ Տիկին Սմբուլի որդու Սարգսի մասին հարևանները միայն դրական էին արտահայտվում եւ զարմացել էին, որ տեղի ունեցածում շոշափվում է նաեւ նրա անունը։ Մինչդեռ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու մասին բակի բնակիչները հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել։ Շատերն էին վստահ, եթե հորեղբայրը փոխոստիկանապետ է, գործը կփակվի ու կգնա։ Դե բնականաբար, եթե նրա եղբայրը, հորեղբայրը Վալերի Օսիպյանն է, դե բնականաբար այդ գործը կփակվի։ Ով կարող է խոսել մի մարդու, որ ամբողջ ոստիկանության տերում օրինակ են։ Հիմա անեն ժամանակաշրջան ա դարել, Ստալինի այն ժամանակը, որ կեսպերան մի բան էլ ասեցիր, կլինես եսի միջկրակը կլինես։ Ճիշտ ասում են, հիմա մի բան ասաղ այդ օրը մի բան ասում, ասենց որ ամեկ իր բանից վախում ասում են աշխուժին չգինի, ոչ բան չի ասում։ Տիկին Սմբուլը չի զարմանում, որ Սեթրակ Օսիպյանի մասին որևէ մեկը չի համարձակվում խոսել, վախենում են, պնդեց նա։ Վախենում են, չենք բնակիչներին բերի մոտ, հիմա ես իրանց առերեսում ասեմ, ինչի բողոքում որ այն օրը շշերը ջարդել էր սեղանի վրա։ Ու դեր քֆուր էր տալի։ Վախում են ասեն, ես չեմ վախում ասեմ։ Մի ալկաշ սարսափելի անձնավորություն։ Այսօր այցելեցինք նաև դանակահարված երիտասարդին, բժշկի խոսքով երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։